Սարսափիկ, մի վախնակ, հետանոսության և հետանոսներու թիվի հազմութենեն և անոնց սուրին արջև մի նահանջեք, որովհետև եթե հաղթությունը մեր ցերկն է, եթե մեզի հաղթություն դրվի, պիտի փշրենք անոնց զորությունը, որպեսզի ճշմարտությունը փառավորվի, Հիսուս փառավորվի, Աստված փառավորվի, այս խոսքերով հայոց ըսպարաբեդ Կարմիր Վարդանը իր փանագին առջև գտնած վերջին գիշերը աղոթքի և խոհումի բահի ընթացքին, ինչպես նաև եկեղեցական Աստվածը առաջնորդությամբ օրվա Գաթողիկոսին Հովսեփ Պողոսմեսիի եպիսկոպոսական թասին քահանայից սագավակած թասերուն և թվիրներուն անոնք քացին և փանագին հաղորդություն տվին, քաշալերեցին, սրտաբնթեցին, քոդեբնթեցին և այդ լուր գիշերվա մեջ Վարդանի ցայնը հնչել գեբով որոդած ըսելով բաղարավոտ բادرազմական շեփորները պիտի հնչեն և դեպի մահ պիտի երթանք, քիթնալով դեպի մահ պիտի երթանք, հանուն մեր հայրենիքին, հանուն հավատքի, հանուն Քրիստոսի, պաշտպանելու համար մեր ինքնությունը, մեր հավատքը, արդարև բարդանանք ինգան, հաճմերան, անոնց մարմինները ուշ տեգան ու խորմը հողին պիտի հանցնվելին, սակայն իմացյալ մահով, անոնք ամմահության գերդիշներ եղան, ազատության, խղճի և ամմահության, որպես գամուրջը անցյալեն դեպի ապակային ճարակայթող։ Ասկեր պատմության մեջ հայ ժողովուրդը որպես փոքրիկ ասկմը, փոքր ածու է գսե Մովսես խորանացին, բայց այդ փոքրիկ ածուն հերոսական դիբարներ տված է, սխրանքներ, փառքի օրեր և հավասարած է մեծ ասկերու և ժողովուրդներու թիվին։ Հայոց թագավորությունը մեզի տվավ փառք և պատիվ, իշխանություն, քրիստոնեությունը մեզի տվավ հոգիի և խղճի ազատությունը, իսկ ոսկեթարը աստվածային իմաստությունը ցատեցուց մեր հոգիներու մեջ, Աստված հայերեն խոսեցավ, մենք հայերեն պայքարեցանք և Աստված մեր ժողովրդի մեջ են մեզ ամմահության ժառանգորդ դարձուց, մեզ ով չի իշեր իր փոքր հասակին, որպես մանուկ թողթոտ շրթներով արդասանված այս լողերը, հայ եմ ես, սարսափեցեք իմ թեմքես, Հայաստանը ազատող Քաչվարդանի թորն եմ ես, որպես Քաչվարդանի սերնդագիցներ նույն արյունը, նույն հավատքը, նույն ասկության պատգներությունը մեր այսօր անգամ ևս եկած ենք խոնարելու Վարդանանց անմեր հիշադակին։ Չորրորդը հայոց պատմության համար թժնթակ և թժվար օրեր էին։ Հայաստանը բաժնված էր երկու մեծ կայսրություններու միջև, արևմուտքը առած էր Բյուզանդիոնը, արևմտյան Հայաստանը Բյուզանդիոնի ենթակա կառավարիչներով կկառավարվեր, իսկ արևելյան Հայաստանը վասկական Սասանյան լուծի ներքև մարզբաններով կկառավարվեր։ Անոնք չնչեցին հայոց թագավորությունը, որովհետև հայ նախարարներ անմիապան գտնվեցան, անոնք գետրոնախույս եղան, անոնք չգրցան պաշտպանել հայրենիքը իրենց ներքին, թե այլ հաշիվները տարված ի վերջո գործընծուցինք արշագունյաց թագավորությունը։ Ահա այս պայմաններու ներքև, երբ որ հայոց քյուդի, հիրերու քյուդը եղավ 5-րդ դարուն, քրիստոնյա Հայաստանը ավելի մերձեցավ, ավելի բարեկամական գաբեր հաստատեց ուսման, թմրության, քիրի, մշակույթի ջանքով Բյուզանդիոնի հետ, որոնք քրիստոնյա էին, սակայն անոնք ունեին իրենց ծրագիրները մեզ ցույցելու հելլենական և ուղղափառ եկեղեցվով իրենց
թավանանքին եւ միաժամանակ Արևելյան Հայաստանը բարձկական լույսի տակ հաշտ աչքով չէր դիտեր Արևելյան Հայաստանի հայոց մոտիկությունը քրիստոնյա բյուզանդիոնի հետ, որովհետև գվախնար, որ գրնա ալլալ հայեր ապստամբեին եւ գապ ունենային բյուզանդիոնի հետ եւ անկախություն հրճագեին եւ Վարսից արքայից արքաները ըլլահ ազգեր ըլլահ շաբուհ իր մե առաջ զանազան միջոցներով դգարացուցին Հայաստանը ծանր դուր քերթրին որպեսի աղկատացնեն դնդեսաբես աղկատանա ժողովուրդը եւ թեպի Բարսից գրոնը թեքին հայ նախարարներ Բարսից կամ Սասանյան Արևելյան այդ մասին մեջ իրարու հագատորվեցան անելի էր եւ անելանի էր եւ շատ դժվար էր գացությունը եւ ի վերջո հայ ժողովուրդը դոգած այս բոլոր դարաբանքներուն, ջնշումներուն, հալածանքներուն եւ երկիրը ավելի փարեսարթված եւ հայ ժողովուրդը աշխատասեր առաջ կարավ ամեն տեսակի դժվարությանց։ Ի վերջո Հասգերտ որոշեց գրոնափոխ անել եւ նամակով իր գամքը բարդացրել հայ ժողովրդին։ Երկու ժողովներ դեղ ունեցան Արտաշատի ժողովը եւ ապա Աշտիշատի ժողովները, ուր հայեր ի վերջո Ավետարանի եւ Խաչիվրա երթում ուրին, իրենց սուրերը մեգացուցին եւ երթում ըրին, թե մինչեւ մահ պիտի գրվին պաշտպանելու համար քրիստոնյա իրենց հավատքը, անոնք Պարսից Հասգերտ արքային այսպես ասին. մինչև հիմա մենք գրվեցանք, ծառայեցինք ու արքայությանդ, ամենք ու գամքդ կատարեցինք, բայց մեր հոգիի խղճի ազատությունը պետք է թունդաս, ու եթե թունդագավին գփռնանաս մեր վրա, մենք պատրաստ ենք մինչև մահ երթալ, ոչ հուր, ոչ սուր եւ փարսբաբիսի դանչանքներ չեն գրնար մեզ շեղել, մեր հավատքեն, մեր համոզումներեն։ Քու սուրըտ եւ մենք պատրաստ ենք նահատակվիլ Քրիստոսի համար։ Անշուշտ Հասգերտ շատ զայրացավ եւ դիսպոն հարցաքննության գանչեց։ Անոնք ստիպեցան գեղձ ուրանալ իրենց հավատքը, որովհետեւ եթե չուրանային Հասգերտ կսպառնարսելով ցեզ Խուզաստան գացորեմ ու երկիրնիդ Հայաստանը գավերեմ կփնաչնչեմ Հայաստանը իր ժողովուրդով եւ իր եկեղեցիներով անոնք գերձափար գերձուրացությամբ բահմը ուրացան իրենց հավատքը որոշում առնելով որ եթե Հայաստան վերադառնային պիտի գազմագերբվեին պաշտպանելու համար իրենց հավատքը հավատամարդ պիտի մղեին ընդեմ մաստիսական գրագաբաշ կրոնին եւ այդպես ալեղավ 700 մոնքեր եւ մոկպետներ Թենշաբուի առաջնորդությամբ գրգվեցան Հայաստան որպես եկեղեցիները կանցվին խորանները կանցվին եւ ադրուշաններ գտնին անկրկյուրի եւ ինչպես ուրիշ բանի պասպորականի մեջ ժողովուրդը ինքնեք ոտքի ելավ առաջնորդությամբ Քևոն Գերեցի եւ այլ հոգեվորականներու անոնք հարցակեցան քուրմերու վրա եւ գոդորեցին զանոնք եւ ի վերջո Պարսից արքայից արքան որոշեց արշավել Հայաստան ժամանակը ծմեր էր անոնք դարձնվեցան իրենց քյուղեր եւ ավանները պատրաստվելու համար վերադառնալու քարնան եւ ահեղ մարդին հավատքի, հավատամարտի պատրաստ գտնվին քարնան եւ քարնամուդին խորեկալուստի դոնեն մի քանի օր անց մուշկան միսալավուրդ զորավարի առաջնորդությամբ մոտ 300,000 անագով հեր եւ զարևան քավարներեն
Բարսից փանագը ներխուժեց Հայաստան եւ անոնց հետ էր Մատյան քունթը փիղերու անոնք իջևանեցան եւ վրանել լարեցին գուրքերի ափին նաեւ հայոց փանագը պատրաստվեցավ աղոթքով սամոսներով շարականներով սուրբ պատանակով հաղորդվեցան եւ լսեցին հոգեորականներու օրհնությունները մահեն թեպի անմահության կացով առոնց սխրանքի մասին հարության մասին խոսեցան Հիսուսի մասին որովհետեւ շաբու հազգեր կսեր իմ քուրմերս կարդացին ավետարանը ինչ հավատք է ինչ Հիսուսի դուք կավադակ չարչարվեցավ խաչվեցավ եւ մահացավ խաչին վրա ինչպես կբաշխեգա Հիսուսը եւ հայ քահանաները ասին քու քուրմերդ մինչեւ խաչելություն գարտացած են քեզի թող գարտային նաեւ Հիսուսի հարությունը համբարձումը աշակերտներուն երևնալը եւ իր աստվածային փառքը պատմեին որպես ազատարար փրկիչ մեսիա որտունալ հավատայիր իր փանագին արչև գեցած Վարդան սպարաբեդը չորսի փաշնեց հայոց փանագը եւ սա բոլորին մինչեւ հիմա ես եւ դուք բազմաթի բادرազներու մեջ եղած ենք վիրավորված ենք մենք գրված ենք երկրավոր թագավորներու համար եւ մեր քաջության փոխարեն մենք քննադատված ենք նվերները ստացած ենք իսկ վատերը անոնք մահացած են կամ սպանվեցան իրենց թավաջանության համար բայց այսօրվան մեր բայկարը ըստ Վարդան երկրավոր եւ մարմնավոր թագավորի համար չէ որ պիտի գրվենք այլ Քրիստոս թագավորի համար իր փառքին համար մեր հավատքին համար մեր արժեքներուն համար մեր ինքնության համար մեր հայրենիքին համար սուրբ պատերազմ է սա այս պատերազմը մի վախնակ հետամոսներու փազլութենեն ոչ ալ անոնց սուրերուն արջևեն դեղի դվեք նա անչեցեք այլ քաչափար գրվեցեք եթե Աստված զորություն դա որ հաղթենք պիտի փշրենք անոնց զորությունը բայց խնդրեմ սա ձեր քաչության հետ բախկոտություն մի խառնեք առավոտյան երբ որ բادرազմական շեփորները կորացին երկու փանակները իրար խառնվեցան հայոց այրուցին իր քաչակորձություններով անցավ դոբուտքեդը եւ Վարդանի առաջնորդությամբ մխրճվեցավ Բարսից փանագի մեջ անցավ Մատյան քունթին եւ փիղերուն եւ բոլոր իր շուրջ վխտացող հետանոս բասիկներուն սուրե անցուց ամբողջ օրը դերես այս պատերազմը հոգնած վիրավորված մինչև իր վերջին զինվորի հետ մարտնչեցավ Վարդան եւ անագնգալ Իսագիմը հարվածով Կարմիր Վարդանը քեդին ինգավ հայերը այդ օրը դվին 1036 վգաներ նահատակներ իսկ Պարսից փանագը առավել քան 4000 զինվոր զորավարներ եւ սպաներ Վարդանանց հավատամարտը այդ օր չավարտեցավ այն նոր հանքրվանը թևակողեց պարտիզանական գրիվներով, մարտնչումներով 30 տարիներ ետքը Վահան Մամեգոնյանի առաջնորդությամբ հայեր ի վերջո բարդացրեցին իրենց մեկ քեր հզոր դերությամբ հայոց կամքը եւ 484 թվականին նվարսագիտ հաշնակրով Պարսից արքայից արքան ստիպեցավ հայոց հավատքը ընդունել, ազատություն բարգեւել, ազատություն շնորհել հայերուն, որ իրենց ազատ կամքով իրենց գրոնքը բաշխեն, նաև արգելեց առանց Թադաստանի զրբադության միջոցով մարդիկը փանդարգել կամ գախագայել, այլ արդարության օրենքներ հաստատեց, ինչպես նաև անոնք որոնք գաշարագերությամբ տեղեր հասած էին, թավաջանությամբ տեղեր հասած էին, այդ օրենքը խստացուց, որպեսզի արդարությունը եւ խաղաղությունը դիրե։ Այդ օրերուն
1000 տարիներ առաջ, ավելի քան 1500 տարիներ առաջ, Վարդանանց հավատամարտը մարդու իրավանց պաշտպանության, խելքի ազատության և զասված թավանելու, ազատորեն պաշտելու զասված առաջին ասկն էր հայը, որ այդ պատերազմը կմղեր ասկովին և կբարդատվեր ինձին։ Վարդանանցե մոտ 1200 տարիներ ետներ, որ 1215-ին Մագնա Քարտան տվավ ազատությունը անկյո մեջ, թե մարդ ազատորեն պետք է իր մարդկային իրավունքները պաշտպանվին պետության ոտնձգություններու թեմ։ Անգե 100 տարիներ ետներ, որ English Bill-ը, անգլիական և ապա ամերիկյան Human Rights-ը 18-րդ դարուն եկավ ավարտելու մարդու իրավունքի խղճի ազատության օրենքները։ Այսօր Վարդանանց մենք դոնեցինք, երգեցինք Վարդանանց շարականը, ինչ է պատկամը Վարդանանց հերոսամարտին, հավատամարտին մեր այսօրվա նոր սերունդին, հատկապես մեր մանուկներուն, մեր պատանիներուն, մեր երիտասարդներուն, քեր հզոր և զորավոր պետությանմը, ասեսությանմը, հոսանքիմը, քաղաքապարապանությանց, այլազան արևելումներու թիմաց, մեր ինքնությունը պահպանելու համար Վարդանանք ոչսին։ Այսօր մեր ժողովուրդը, հատկապես մանուկներ, պատանիներ, երիտասարդներ, որոնք արտաքին ասեցություններու ներքև, հոգևոր թե այլ, քաղաքապարապանական, թավանական թե այլ մարդկային արժեքներու, այսպես ասած արժեքներու հետամուտը լալով դեղի գուտան, գզիչին մեր ճշմարտությունները, մեր հավատքը, մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր լեզուն, մեր պատմությունը, մեր սուրբերը, մեր հերոսները։ Վարդանանք իմացյալ մահով, գիտակցորեն նահատակվելով մեզի գդագեցին անմահության, ըլլալու համար ճամփորդներ անմահության։ Վարդանանց ջերմակ ցիուն վրա նստած Վարդան արյունով ծածկված իր մարմինը բերքերով ինգավ սուրը ծերին բայկարի թաշտին վրա։ Մեզի մնա այսօր երևելի և աներևույթ փողոր տեսակի հազգետներու թիմաց Վարդանի սուրը պարսր բահել ու պաշտպանել մեր եկեղեցին, մեր հայրենիքը, ավետարանը, որովհետև մեր հայրերը ըսին, Վարդանանք ըսին, մեր հայրը կճանչնանք ավետարանը, իսկ մեր հոգևոր մայրը առաքելական սուրբ եկեղեցին։ Քիրը, մշակույթը, լեզուն մեր երակներու մեջ արյուն է, հավատքը հագուստը չէ, որ այսօր այս տեսակ հավատամ, բաղ այդ տեսակ հավատամ, այլ մեր ինքնությունն է մեր հավատքը քրիստոնեական, անիգա հագուստը չէ, որ այսօր մաշել է ետքը, փդել է ետքը, հիտնալ է ետքը փոխեմ, ուրիշ հագուստը առնեմ, այլ հավատքը մեր քրիստոնեական, մեր մորթիկունն է, այսպես ապրեցան Վարդանանք, այսպես թասերագեցին սերունդներ և ավելի քան 1500 տարիներ հայ ժողովուրդը դեսավ ամեն տեսակ դժվարություն, նեղություն, բայց Վարդանանց հոգիով, անմահության ողջ ժողովուրդ, անմահացանք իրենց գդակը մեր հոգիներու խորքը թաղած, վաղվան աշխուժներուն գտայինք Վարդանանց հոգիով, անոնց հավատքով, փառք Վարդանային և իր նիզակակիցներուն, փառք ուխտավահ նախարարներուն և փառք ժողովրդին, Վարդաններ ծնող մեր ազնիվ հայ ժողովրդին, թող Վարդանի հոգին, որպես հրաշունչ, հրեղեն գդակ, մտնել յուրաքանչյուրիս հոգին և սրտի մեջ, այնտեղ խորանները գատնե հավատքի Քրիստոսի առջև, որպեսզի անմահության, ճշմարտության և քաջության մեր վաստակը, անոնց գդակը մենք շարունակենք, որ օրհնյալ եք, օրհնյալ եղերուք Հավիտյանս, Հավիտենից